Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում օրինաչափի հերթական թողարկումն է։ Այսօր խոսելու եմ Արդարադատության նախարարության հարկադիր ակտերի կատարումն ապահովող ծառայության մասին։ Նախ նշենք, որ ՀՀ-ում 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կատարողական վարույթի մասին օրենքը, որը փոխարինելու է ներկայումս գործող դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքին, որը ՀՀ-ում գործում է 1999 թվականի հունվարի 1-ից։ Նոր օրենքն ուժի մեջ մտնելուն պես օրինաչափի շրջանակում կանդրադառնամ նաև դրան, իսկ այսօր խոսելու եմ գործող կարգավորումների մասին, դատական ակտերի հարկադիր կատարման մասին։ Նախ հասկանանք, թե որ ակտերն են ենթակա հարկադիր կատարման։ Քաղաքացիական գործերով դատական ակտերը բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործնստեյության լուծող դատական ակտերի, նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները գույքի արգելադրման, դատական տուգանքի, գույքային հայցի, պատճառված վնասի հատուցման, հաշտության համաձայնության, գրավը պետության եկամուտ դարձնելու, նաև գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների, այդ թվում տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում, մասով։ Արբիտրաժային տրիբունալների վճիռները։ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերի վճիռները և որոշումները, նաև քրեական գործերի օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով։ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ, մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերի վճիռները և որոշումները։ Հարկադիր կատարման ենթակա են նաև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները, անբողոքարկելի վարչական ակտերը, կատարողական մակագրության թերթը, գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը, բարձրագույն դատական խորհրդի որոշումները, նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողությունների ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողությունների ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները, քանդման մասին վարչական ակտը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը, Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողությունների ձեռնպահ մնալուն հարկադրող որոշումը կամ կարգադրագիրը։ Ինչպես նկատեցիք, չնայած այն հանգամանքին, որ օրենքը կոչվում է դատական ակտերի հարկադիր կատարման մասին, սակայն իրականում այն տարածվում է նաև ոչ դատական ակտերի վրա, օրինակ, տուգանքի մասին անբողոքարկելի վարչական ակտեր, նոտարի կողմից տրված կատարողական մակագրությամբ թերթեր և այլն։ Իսկ ինչ գործողությունների միջոցով է հարկադիր կատարողը ապահովում կատարումը։ Հարկադիր կատարման միջոցներն են պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը, արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով, պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը, այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը, կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը, հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը, առանձին ագրեգատ, շենք-շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը, կնքելը, կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ։ Անցնենք առաջ։ Հարկադիր կատարման ընթացքում ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն կողմերը, այսինքն պարտապանը և պարտատերը։ Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն կնքել հաշտության համաձայնություն, կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի, ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ, անել միջնորդություններ, մասնակցել կատարողական գործողություններին, տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ և նկատառումներ, առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ,
հայտնել բացարկներ, բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները, օգտվել օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներից։ Կատաղական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի պահանջները։ Պետք է նկատի ունենալ, որ օրենքի համաձայն որոշ կատաղական գործողություններ կարող են կատարվել ընթերականների ներկայությամբ։ Այսպես, պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման զննության, նաև պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատաղական գործողություններին ընթերականների մասնակցությունը պարտադիր է։ Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ ընթերականներ կարող են հրավիրվել նաև այլ դեպքերում։ Դա կարող է օրինակ տեղի ունենալ ծավալուն և բարդ կատաղական գործողություններ կատարելու ընթացքում։ Դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտերի, օրինակ վճռի կամ գործի կարճման որոշման հարկադիր կատարման համար կատաղական թերթը տալիս է գործը քննած առաջին ատյանի դատարանը, իսկ միջանկյալ դատական ակտի համար ակտն ընդունած դատարանը պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի կողմից դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումի հիման վրա։ Ասվածից հետևում է, որ անձի օգտին կայացված և ուժի մեջ մտած դատական ակտը ինքնաբերաբար չի ուղարկվում հարկադիր կատարման, այլ անհրաժեշտ է, որպեսզի շահագրգիռ անձը գրավոր դիմի դատարանին և խնդրի տրամադրել կատաղական թերթ։ Ընդ որում, դիմումի պատճենը պարտադիր պետք է ուղարկվի պարտապանին։ Օրինակ, եթե դատարանը ձեր օգտին վճռել է հակառակորդ կողմից բռնագանձել որոշակի գումար, ապա պետք է սպասեք, մինչև դատարանի վճիռն օրինական ուժ ստանա, այնուհետև դիմեք դատարանին կատաղական թերթը հարկադիր կատարման ուղարկելու համար։ Դիմումի հիման վրա եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատաղական թերթը տալու հարցը դատարանը լուծում է դիմումն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում։ Որ դեպքերում է դատարանը մերժում կատաղական թերթ տալու դիմումը։ Դատարանը կարող է մերժել կատաղական թերթի տրամադրումը հետևյալ դեպքերում. Եթե առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց, օրինակ, քիչ առաջ բերածս օրինակի դեպքում դա կարող է լինել վճռով սահմանված գումարի վճարման անդորրագիր։ Կարող է մերժել նաև, եթե կատաղական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին կամ լրացել է կատաղական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը և բաց է թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է կամ դատական ակտը չի ենթադրում կատարում, կամ նախկինում տվյալ պահանջի մասով կատաղական թերթ տալու դիմումը մերժվել է։ Անդրադառնամ նաև կատաղական թերթ տալու դիմումի ներկայացման ժամկետներին։ Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է 1 տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ, սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը, արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ, լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը, դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին։ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար։ Կատաղական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում։ Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդակցությունը կարող է ներկայացվել հարկադիր կատարման կողմերի համար պարտադիր դառնալուց հետո 1 ամսվա ընթացքում։ Հարկ է նշել, որ քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատաղական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը։ Սա նշանակում է, որ եթե օրինակ կատաղական վարույթի շրջանակում ձեր օգտին պետք է բռնագանձվեր որոշակի գումար, սակայն պարտապանը դրամական միջոցներ կամ իր անունով գույք չունի, այնուամենայնիվ հարկադիր կատարողը կարող է վերսկսել վարույթը ցանկացած ժամանակ և բռնագանձել գումարը, երբ պարզվի, որ պարտապանը ձեռք է բերել որևէ գույք կամ աշխատում է և ունի կայուն եկամուտ։ Իսկ որ դեպքերում է կարճվում կատաղական վարույթը, այսինքն դադարում է այլևս հարկադիր կատարողը որևէ գործողություն չի ձեռնարկում։ Հարկադիր կատարողը կատաղական վարույթը կարճում է, եթե կատաղական թերթը փաստացի կատարվել է, կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով։ Եթե պահանջատերը դիմում է ներկայացրել կատաղական թերթի կատարումից հրաժարվելու վերաբերյալ,
Եթե պահանջատերը եւ պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն ու այն հաստատվել է դատարանը, իսկ գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության կատարման վարույթի դեպքում նոտարը, եթե մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին, եթե բեկանվել է այն դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, եթե պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Կատարողական թերթը կարճվում է նաեւ այն դեպքերում, երբ Պարտապան իրավաբանական անձը կամ պահանջատեր իրավաբանական անձը լուծարվել է, հայցը թողնվել է առանց քննության, մերժվել է կամ դատական գործի վարույթը կարճվել է։ Անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը, մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկել է։ Անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է վարչական ակտը, անբողոքարկելի դառնալու հիմքը, անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը օրենքի պահանջներին չեն համապատասխանում։ Վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը, կամ մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը։ Քանդման մասին վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ վարչական ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են օրենքի խախտմամբ։ Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը փաստացի կատարվել է կամ այն վերացվել է։ Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության պահանջը փաստացի կատարվել է կամ կարգադրության հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ուղարկվել է կամ օրինական ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դատարանի որոշումը։ Անհրաժեշտ է նաև նշել, որ եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա պարտապանի այլ գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ. Պարտապան իրավաբանական անձի պարագայում արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ, պատրաստի արտադրանք, անավարտ արտադրանք, այդ թվում հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, այլ գույք, այդ թվում անշարժ գույք, իսկ պարտապան ֆիզիկական անձի պարագայում շարժական գույք, հետո նոր անշարժ գույք։ Հարգելիներս, այսօր այսքանը, չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը օրինաչափի թողարկումները բաց թողնելու համար։ Մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից ABC Media-ի եթերում։